Քաղաքացիական հասարակություն կոչվածը Հայաստանում իր առանձին սուբյեկտներով իրավապաշտպան Վարդան Հարությունյանի գնահատմամբ վերջին շրջանում որոշակիորեն հստակեցրել է իր գործողությունները, սակայն հասարակությունն ակտիվորեն չի մասնակցում երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաներին ու նմանատիպ այլ գործընթացների, եւ ըստ իրավապաշտպանի դա պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքացիների զգալի մասը ներկայումս խորը հիասթափության փուլ է ապրում կապված հետընտրական շրջանի հետ։ Դրա պատճառը այն չի, որ մարդիկ пассив են կամ այն չի, որ մարդիկ չեն ցանկանում մասնակցել նման միջոցառումների։ Ուղղակի 2008 թվականից նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած այդ մեծ շարժումը տարիների ընթացքում 3-4 տարվա ընթացքում իշխանությունները կարողացան ուղղորդված աշխատանքի արդյունքում, բռնությունների արդյունքում, մարդկանց ձերբակալելու արդյունքում կարողացան ջարդել։ Ըստ էության մարդկանց մեջ ջարդվեց այն հույսը, այն հավատը, որ հնարավոր է ընտրությունների միջոցով Հայաստանում իշխանություն փոխել, դա հուսահատության է բերում։ Մարդիկ իրենց չեն տեսնում որպես մասնակից եւ մտածում են, որ ուրիշները բոլոր հարցերը կլուծեն, ասեմ ավելին որոշ կուսակցական, այսպես գործիչներ են նույն կերպ մտածում, որ իրենք ուրեմն կարող են հարցերը լուծել առանց ժողովրդի հետ շատ խոսալու։ Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծիք է հայտնում, որ քաղաքացիների ակտիվության պակասը շարունակությունն է այն գործընթացների, որոնք տեղի են ունեցել մեր երկրում նախորդ ամիսներին, եւ մարդիկ մտածում են, որ բողոքի ակցիաները հարցեր լուծելու ճանապարհ չեն։ Անիմաստ է դուրս գալ գորգորալ, միևնույնն է իշխանությունը ընդունելու է այն որոշումը, որը ընդունելու է եւ անելու է այն քայլերը, ինչ մտքին դրել է եւ իմաստ չունի ավելնորդ ժամանակ եւ էներգիա վատնել, դուրս գալ փողոց, գորգորալ եւ ստանալ հերթական հիասթափությունը։ Մարդիկ վստահ են, ճշմարտացիորեն վստահ են, որ Հայաստանում կարող է ինչ-որ բան փոխել, սկսած գազի գնից մինչև բանակում տեղի ունեցած դեպքերի, ցավալի դեպքերը, եթե Հայաստանում փոխվի իշխանությունը։ Իսկ քանի որ իշխանությունը չի փոխվում, մարդիկ ապրում են դիտի մասած հուսահատության փուլը։ Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ խնդիրը պետք է դիտարկել քաղաքական տեսանկյունից։ Ըստ նրա այդ հարցում իր մեղքի մեծ բաժինն ունեն ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերը, որոնք իշխանությունների դեմ պայքարելու փոխարեն պայքարում են միմյանց դեմ եւ արդյունքում առաջանում է պարակտված միևնույն ժամանակ հիասթափված հասարակություն։ Դա բերում է նրան, որ մեր քաղաքացիները որոշակի հիասթափություն են ապրում նաեւ ընդդիմադիր ուժերից եւ իրենք եւ ընտրությունների ժամանակ, ցավոք քաղաքապետի ընտրությունների ժամանակ, Երևան քաղաքի հավաքական ընտրությունների ժամանակ եւ այսպիսի բողոքի ակցիաների ժամանակ пассив մասնակցություն են ունենում կամ իրենց քաղաքացիական կեցվածքը չեն արտահայտում։ Պայքար կոչվածն այնքան է վարկաբեկվել, հա, պայքարի գաղափարն այնքան է արժեզրկվել, այնքան արժեցող եւ չարժեցողներ են սկսել պայքարել ճակերտավոր եւ խոսել պայքարի մասին, որ պարզապես դա ուղղակի ցավոք սրտի եմ էլի ասում, ուղղակի պայքարի նկատմամբ, հա, ինչ որ տես մի ալերգիկ ռեակցիա է առաջացրել հասարակության մոտ։ Մարդիկ չունեն վստահություն իշխանությունների նկատմամբ եւ իրենց պաշտպանված չեն զգում սեփական երկրում, ինչն արտագաղթի թիվ 1 պատճառն է, նշում են փորձագետները։ Իսկ մարդ, ով հոգեբանորեն պատրաստ է հեռանալ երկրից, չի կարող մասնակցել քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացին եւ չի պայքարի իր իրավունքների համար։ Էմմա Պայլյան, Գոռ Հովհաննիսյան, Gala News։